Դրանք բոլորը մոլորություններ են։ Երկրագնդի 90%-ը դա ունի։ Ահա ողնաշարը, Մանիպուլյացիաներ, ռոտացիաներ, դատացիաներ, վիրահատությունը հատուկ ցուցումներ ունի։ Քանի որ մեր առաջի հաղորդաշարի ընթացքում ես եւ պարոն եպիսկոպոսյանը խոսեցինք մի շարք խնդիրների մասին, այսօր եւս ոնց խոստացել ենք շարունակելու ենք մի շարք խնդիրների բացահայտումը եւ այսօր ուզում եմ ձեզ ներկայացնեմ շատ վաստակավոր բժշկի Ստեփան Վաղինակովիչին, ով բժշկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր է։ Նախ մասնագետները նաեւ սիրում են ասել, որ Ստեփան Վաղինակովիչը կինեզոլոգիայի հիմնադիրներից է։ Այսօր կխնդրենք պարոն Վաղինակովիչին պատմել որտեղից առաջացավ այս գաղափարը, որ դուք դառնաք հենց խորանակ այս մասնագիտության մեջ եւ նաեւ ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր հրավերը ընդունելու համար։ Հուսով եմ, որ Միլանա Սպա վերականգնողական կենտրոնը ձեզ շատ դուր եկավ, որի մասին մենք ընթացքում կխոսենք։ Բարև ձեզ, պարոն եպիսկոպոսյան, բարև ձեզ, պարոն Վաղինակովիչ։ Խոսքը սկսենք ձեզնից, կխնդրեմ, որ մի փոքրիկ պատմեք ձեր կենսագրականի մասին, հատկապես նշեք, թե ոնց առաջացավ այդ գաղափարը, որ դուք հենց ձեզ գտաք բժշկության մեջ։ Շնորհակալություն հրավերի համար։ Բժշկության մեջ, եթե այդպես ասենք բժշկության մեջ, ես ինձ գտել եմ դեռ իմ ընտանիքից, որովհետև իմ ընտանիքը ընդհանրապես բժիշկների ընտանիք է։ Իսկ այն, ինչ վերաբերում է կինեզիոլոգիային եւ կինեզիոթերապիային, պետք է ասեմ հետեւյալը. ամեն ինչ սկսվեց դեռ 1996 թվականից, երբ ինձ հրավիրեցին օլիմպիական մեր Հայաստանի հավաքականին սպասարկելու օլիմպիական խաղերում Ատլանտայում եւ այնտեղից մենք երբ վերադարձանք ինձ հրավիրեցին ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի ինստիտուտ եւ հանձնեցին ինձ այդ կինեզիոլոգիայի ամբիոնը, որի առաջի վարիչը ես եմ եղել եւ այն տարիներին ես գրեցի ամբողջությամբ այդ ամբիոնի ծրագիրը, դասախոսությունները, գործնական պարապմունքները եւ այլն, այնտեղ մտցրեցի նաեւ տերմինաբանությունը, որը մինչև այդ չէր դասավանդվում եւ այլն, եւ 12 տարի ես ղեկավարեցի այդ ամբիոնը։ 12 տարվա մեջ մենք մեծ քանակությամբ շրջանավարտներ առաջացրեցինք եւ այսօր ես նույնիսկ շատ դեպքերում ինձ մոտենում են ասում են ինչ չեք հիշում, ես ձեր ուսանողն եմ եղել, ես ձեր մոտ սովորել եմ եւ այլն, բայց դե շատ մեծ քանակությամբ ուսանողներ ունենք եւ ես հպարտ եմ, որ ինձ դեռ հիշում են այդ մասնագիտության հետ կապված։ Հիմա ինչ վերաբերում է ձեր առաջի եզրույթին, որ դուք ասացիք ամեն ինչ գլխից է, գլխացավը գլխից չի եւ ինչ որ ուրիշ բաներից, կա իհարկե գլխացավ, որը գլխից է առաջանում, բայց նախ ասեմ, որ գլխի մեջ, գանգի ներսում գտնվող ուղեղը ցավ չի զգում։ Ընդհանրապես ցավային ընկալիչներ չունի։ Եվ եթե գլխի ցավը առաջանում, ապա դա մակերեսային գանգոսկրի եւ գանգոսկրը ծածկող փափուկ հյուսվածքներից է առաջանում։ Բայց այդ ցավերը ավելի շատ ողնաշարի պարանոցային բաժնից է գալիս եւ դրա վերաբերյալ պետք է առանձին խոսել, որովհետեւ այնուամենայնիվ այն ինչ առաջանում է հիվանդությունների հսկայական քանակը մեր եւ բողոքների առաջանում է հենց ողնաշարի ոչ լիարժեք եւ ոչ ճիշտ աշխատանքից։ Շատ հետաքրքիր հարց եմ ուզում ուղղել ձեզ։ Վերջերս մենք ունեինք հաճախորդներ, դե սովորաբար մեր մոտ ընթացակարգը այսպես է տեղի ունենում, անցնում են խորհրդատվություն, որից հետո նոր անցնում են պրոցեդուրայի։ Շատ հարցերից հետո նման արտահայտություն հնչեց, որ գրիժա կա, գրիժայի պարագայում պետքա ցավել ունենար տվյալ հաճախորդը,
բայց չուներ որևէ ցավ, բայց ըստ MRT-ի արդյունքների բավականին շատ պրոտրուզիաներ կային եւ կար գրիժը։ Ու այդ հարցը մեր համար շատ հետաքրքիր էր, թե ոնց կարող է լինի, որ գիտականորեն մարդը պետք է ունենա ցավ, ձեռքի թմրություն, ոտքի թմրություն եւ այլ, բայց իրականում այդ հաճախորդը որևէ ցավ չէր զգում։ Դա կապ ունի ձեր խոսքի հետ, գանգոսկրի հետ կապված, որ խոսում եք, թե դա ուղղակի ուժեղ ցավի հանդեպ ունեցած զգացողությունն է մարդու մոտ։ Այնինչ կապում են ողնաշարի, պրոտրուզիաների, ճողվածքների հետ եւ այլն եւ այդ ցավերը, դրանք բոլորը մոլորություններ են։ Իրականում նման ցավեր չկան։ Գիտենք, որ ողնաշարը բաղկացած է ահա ողնաշարը, որը բաղկացած է առանձին ողերից եւ միջողային սկավառակներից։ Եվ ցավերը կապում են նրա հետ, որ միջողային սկավառակի այսպես կոչված ճողվածքը առաջանում կամ արտափքումը առաջանում եւ որը կարող է սխմել միջողային ներվ արմատիկին եւ առաջացնի ցավեր։ Իրականում այդպես չի։ Եվ ես հիմա բացատրեմ մի փոքր հետաքրքիր մի բան ասեմ, կապված միջողային սկավառակի հետ։ Միջողային սկավառակը ինքը ոչ սնուցում է ստանում, արյան անոթներ է ստանում, ոչ էլ նյարդային թելիկներ ունի, որը իր մեջ են մտնում։ Միջողային սկավառակը դա լրիվ ինքնուրույն, ավելին ասեմ, մեր մարմնի հետ, մեր օրգանիզմի հետ կապ չունեցող մի կառույց է եւ միջողային սկավառակի խնդիրները առաջանում են նրանից, որ մենք իրան վատ ենք վերաբերվում, քիչ ենք շարժվում, սխալ դիրքեր ենք ընդունում եւ այլն, եւ ինքը դրանից մեզ վրեժ է լուծում մեր հետ։ Սկավառակը աշխատում է այսպես, ինքը, ինչպես ասեցի, արյան սնուցում չունի եւ նյարդային թելիկներ էլ չունի։ Սկավառակը աշխատում է որպես սպունգ, սովորական սպունգ, սեղմում է։ Ինքը իր նյութափոխանակության արգասիքները արտամղում է, թուլացնում ես, այսինքն ճնշումը թուլացնում ես, ինքը ներծծում է իրան անհրաժեշտ նյութերը եւ ջուրը։ Սա է դրա աշխատանքը։ Բայց սա ասելով ես ուզում եմ շեշտը դնեմ այն բանի վրա, որ սկավառակը ճիշտ աշխատացնելու եւ առողջ պահելու համար անհրաժեշտ է կատարել վարժություններ։ Հատուկ վարժություններ, որոնք այդ սպունգը կաշխատացնեն։ Եթե մենք այդ սպունգը չենք աշխատացնում, առաջանում է ուրեմն միջողային սկավառակների խնդիր, դրանից հետո առաջանում են արդեն ճողվածքներ, արտափքումներ եւ այլն։ Եվ ինչը այստեղ տեղի ունենում, մի քիչ ավելի կենսաքիմիական մակարդակին մտնեմ, ամեն մի միջողային սկավառակ ունի իր ներսային հենքը, այսպես ասած իր կմախքը, որը կոչվում է ագրեգան։ Այդ աշխատանքի պակասության հետևանքով այդ ագրեգանը սկսում է քայքայվել, թուլանալ։ Եվ այդ միջողային սկավառակի հենքը, կմախքը թուլանում է, քայքայվում է։ Դա թույլ է տալիս, որպեսզի արտաքինից անոթներ մտնեն սկավառակի մեջ։ Եվ սկավառակը դրա բոլոր մնացած հետևանքները այն է ճողվածքը, արտափքումները, տեղաշարժերը եւ այլն, այդ ամեն ինչը դրանից է բխում։ Կուզեի նաեւ ասեի, որ այն բոլոր ուսումնասիրությունները, որոնք անում են մագնիսոռեզոնանսային շերտագրություն, ռենտգենյան բաներ եւ այլն, եզրակացությունները, բժիշկների գրած եզրակացություններում ես կարդում եմ։ Ողնաշարի դիստրոֆիկ դեգեներատիվ փոփոխություն։ 1. Ստորակետ օստեոխոնդրոզ։ Ոչ առաջի բառերը, ոչ էլ օստեոխոնդրոզ, ոչ մի բանի մասին չեն ասում։ Ես կարդում եմ, ասում եմ, լավ, դեգեներատիվ դիստրոֆիկ ասելով ինչ եք ենթադրում։ Բոլորի դա կարծրատիպ է ինչ-որ, հա, սենց դեգեներատիվ դիստրոֆիկ փոփոխություններ։ Եվ
դեգեներատիվ դիստրոֆիկ եւ օստեոխոնդրոզ ասելով ես կուզեի մի փոքր այստեղ ավելի մանրամասնեի այս հարցը։ Ուրեմն օստեոխոնդրոզ տերմինը, այդ անվանումը հորինեց եւ առաջարկեց գերմանացի շատ տաղանդավոր նյարդաբան, ֆիզիոլոգ, պատոմորֆոլոգ եւ այլը Քրիստիան Գուստավ Շմորլը, որը հետո ուրեմն առաջարկեց այդ օստեոխոնդրոզը, հետո ինքը նկարագրեց Շմորլի ճողվածքը, որը ոչ մի կլինիկական նշանակություն չունի, եւ Շմորլից առաջացավ օստեոխոնդրոզ բառը։ Ուրեմն օստեոխոնդրոզը շատ լայն ընդունվեց սովետական միությունում եւ այսօր Ռուսաստանում եւ նախկին սովետական միության հանրապետություններում, որը եւ Հայաստանն է դրանցից մեկը, շատ լայնորեն օգտագործում է օստեոխոնդրոզ տերմինը։ Արևմտյան բժշկության մեջ օստեոխոնդրոզ կլինիկական ախտորոշում գոյություն չունի։ Չկա, դա ընդունված չի, որովհետև դա հիվանդություն չի։ Մենք դա ընկալում ենք որպես հիվանդություն, չգիտես ինչի։ Հիմա, ինչ վերաբերում է օստեոխոնդրոզ տերմինին, կուզեմ մի փոքր էլ ստեղ մանրամասնեմ, օստեոխոնդրոզ դա երկու բառից բաղկացած մի անվանում է, որը օստեո նշանակում է ոսկր, խոնդր նշանակում է աճառ, այսինքն ոսկրա աճառային ախտահարում, որը ըստ էության ոչ թե հիվանդություն է, այլ կամ մարզիկների մոտ մեծ բեռնվածությունից հետո առաջացող բան է, կամ ծերացման հետևանք է եւ այլն, բայց համենայն դեպս որպես հիվանդություն դա չի կարելի գնահատել եւ կլինիկական ախտորոշում գրել։ Եվ անպայման ուզում եմ նորից ընդգծեմ եւ ֆիքսեմ, որ ճիշտ ուղղված վարժություններ կատարելու դեպքում հնարավոր է եւ միջողային սկավառակների խնդիրներից ազատվել եւ չունենալ դրանք եւ մեջքի ցավեր չունենալ, նույնիսկ շատ դեպքեր կան նկարագրված միջողային սկավառակի ճողվածքը ճիշտ կատարած վարժությունների արդյունքում ներս է քաշվում։ Անկեղծ ասած ես ուզում եի այդ հարցը ձեզ տայի, որտեղ մենք մի քանի անգամ քննարկել ենք Վարոն եպիսկոպոսյանի հետ այդ խնդիրը, որտեղ շատ պացիենտներ եղել են հենց այդ խնդիրներով։ Վերջերս նաև դեպք ունեցանք, որ կար պացիենտ, ում մոտ գրիժան բավականին մեծացած էր, այսպես ասած, կախված վիճակում էր եւ համարյա թե պոկվելու այժմ էր։ Սովորաբար մեր հայերը, բոլոր բժիշկները անմիջապես խորհուրդ են տալիս վիրահատության, բայց Վարոն եպիսկոպոսյանը ասաց, որ դրանք վարժությունների միջոցով եւ ֆիզիոթերապիայով հնարավոր է կարգավորել։ Երբ որ կենտրոնը մենք հիմնեցինք ու այն ինչ որ թիրախավորել էինք, մենք հասկացանք, որ մենք ճիշտ ուղղության վրա ենք, այսօր ինձ մի հատ շատ լուրջ հարց է տանջում, որ կուզենայի ձեզնից իմանայի այդ հարցի պատասխանը։ Հայաստանում կան մի շարք ողնաշարաբաններ, կան կինեզոլոգներ, կան մերսողներ, կան ֆիզիոթերապևտներ, բայց ես չեմ կարողանում գտնեմ այնպիսի մասնագետ, ով կբուժի գրիժա հասկացողությունը։ Ես կուզենայի ձեր երկուսի կարծիքը լսեի այս թեմայի շրջանակներում, ինչ է առհասարակ գրիժա հասկացողությունը եւ հնարավոր է գրիժա բուժել, թե ոչ, ոնց եք դիտարկում, ոնց եք նայում այս հարցին։ Եթե հարցը ինձ եք դիմում, ոնց որ հենց նոր օրինակը բերեց Ստեփան Վաղենակովիչը, ես երկար տարիներ աշխատում եմ, իհարկե Ստեփան Վաղենակովիչը ավելի երկար եւ մեր պրակտիկայից փորձից ելնելով մենք հենց իմенно այդ գրիժա բուժել ասվելը հենց նա է, որ մարդիկ գրագետ սնվելով, ճիշտ գրագետ շարժումներ անելով, այսինքն վարժություններ, հատուկ համապատասխան վարժություններ, ճիշտ չափաբաժնով, այսինքն ոնց որ դեղը ոնց են դազերովկա, հա, ասենք նկարագրում բժիշկները եւ նշանակում հիվանդին, նույն ձև ասենք չափաբաժին գոյություն ունի, վարժությունների հերթականություն, վարժությունների հետ կապված նագրուսկա եւ այլ, այսինքն կինեզոթերապիա դա նշանակում է հենց բուժում շարժման միջոցով։ Կինեզիս դա շարժումն է, թերապիա դա բուժումն է։ Եվ բազմաթիվ անգամ հիվանդներ են եղել, որ շատ բարդ վիճակով են եկել, անձամբ ինձ բախտ է վիճակվել նման հիվանդների հետ աշխատել, այսօր այդ մարդիկ
100%-անոց մարդիկ են, ապրում են, գործում են, աշխատում են, այսինքն իրանց մկանային ֆունկցիոնալությունը վերականգնվել է եւ մարդիկ լիարժեք կյանքով ապրում են առանց ցավերի։ Դա իհարկե գիտելիքների շնորհիվ է, տարիների փորձն է եւ այդ գրիժան ասվածը դա միջողային սկավառակի պատրվածքն է, որը իր ֆիբրոզ այդ պատյանից դուրս է գալիս արդեն։ Կոնկրետ ասենք մեր ողնաշարխի է դեֆորմացվում, այդ քայքայվում եւ այլն։ Նախ առաջինը դա ջուրն է, ջրի պակասության պատճառով, այսինքն դեհիդրատացիա է տեղի ունենում եւ տարիների ընթացքում այսօր ես անցած անգամ անդրադարձել եմ այդ թեմային, որ մարդիկ այսօր ջուր չեն խմում։ Խմում են ամեն ինչ, այսինքն կոֆե պարունակող, գազավորված ըմպելիքներ, այդ էներգետիկներ, հակառակը ինչ որ կոֆե պարունակող է, դա ջրազրկում է օրգանիզմը եւ մարդիկ շարունակում են դա խմել ջրի փոխարեն։ Դրա համար ողնաշարի խնդիրները այնքան են շատացել, որ երկրագնդի 90%-ը դա ունի։ Եվ այո, ողնաշարի գրիժաները հնարավոր է բուժել, գրագետ մոտեցմամբ, մասնագետը պետք է նշանակի վարժություններ, սննդակարգ, ջուրը խմելու ամեն ինչը ձև կա ջրի բալանսը պահելու համար եւ իհարկե եթե հարկավոր է դեղամիջոցներ եւ այլ, այսինքն կոմպլեքսնի պետք է բուժումը տեղի ունենա, գրագետ եւ հետեւողական լինի հիվանդը պացիենտը, որպեսզի շուտ ապաքինվի։ Այսինքն հույսը չդնի միայն բժշկի տվյալ մասնագետի վրա, նաեւ ցուցումները ճիշտ կատարի ժամանակին եւ ամեն ինչ լավ է լինելու։ Իսկ ինչ մի հատ էլ sense հարց կա, որ երբ որ մենք խոսում ենք փոկված գրիժաների մասին, դա կոչվում են սեկվեստրներ, դա ամենաբարդ տարբերակն է, որ այսօր միանշանակ մարդիկ բոլոր բժիշկներն էլ հակված են վիրահատման։ Դաժե այդ դեպքում, որ ամենաբարդ վիճակն է լինում, ես էլի փորձելու եմ, ասենք, հիվանդին վերականգնեմ առանց վիրահատական միջամտության, նորից էլի վարժությունների շնորհիվ, որտեղ այդ վարժությունների շնորհիվ մեր ողնաշարը սկսում է աշխատել, կոպիտ ասած շնչել։ Եվ արյան շրջանառությունն է ակտիվանում տվյալ մկանային հյուսվածքներում ողնաշարը եւ միջողային սկավառակը ինքը ցավային սիմպտոմատիկա չունի։ Հարակից մկանային հյուսվածքներն են սկսում ցավ առաջացնել, որտեղ իրանք չեն սնուցվում արյունով։ Այսինքն տվյալ հատվածում առաջանում այտուցներ եւ արյան շրջանառության պակասի պատճառով սկսում են ցավեր, ճարագայթող ցավեր, բութ ցավեր, սուր ցավեր ըստ խնդրի։ Եվ այդ տվյալ հատվածում, երբ որ մենք վարժությունների շնորհիվ, հա, օրինակ վարժությունները օրինակ բերեմ, եթե դա այդ մեկտեղ նաև մասնագետը կարող է վերականգնողական մերսում անել տարբեր տեխնիկաներով, այսինքն տվյալ խնդիրը ավելի արագացնել process-ը, տվյալ պացիենտը ավելի արագ վերականգնվում է։ Շատ կարևոր բան ասեց եպիսկոպոսյանը, որ սեկվեստր եթե լինում է, այսինքն գրիժան կտրված է եւ ընկնում է ողնաշարային այդ կանալի մեջ, բոլոր նեյրովիրաբույժները միանշանակ վիրահատություն են նշանակում, միանշանակ, առանց որևէ մի բանի, բայց ես մի դեպք ունեմ իմ պրակտիկայում եւ լրիվ համաձայն եմ ձեզ հետ, որ ունեինք մի դեպք, որ սեկվեստր էր առաջացել, ես այդ հիվանդին կոնսուլտացիա եմ արել մի շատ լավ նեյրովիրաբույժի հետ։ Իրար հետ նայեցինք, սեկվեստր էր առաջացել եւ որոշեցինք, որ ես էլ կարծում եմ, ասում եմ, պետք է վիրահատվի, որ դա հեռացի։ Անցնում է ինչ-որ ժամանակ, այս մարդը չի դիմում վիրահատության, անցնում է ինչ-որ ժամանակ, վարժություններ եւ այլն, նորից է գալիս, էլի MRT-ի անում, այդ սեկվեստրը չկա։ Ներծծվել է, այսինքն մեր օրգանիզմը դա արդեն ընկալում է որպես օտար մարմին եւ դուրս է հանում։ Եվ հանում է դուրս։ Որպես ավելորդ ինչ որ դուրս է հանում։ Սա մենք այդ նեյրոխիրուրգի հետ ինքը շատ տաղանդավոր նեյրոխիրուրգ է, էլի Եղունյանը։ Հա, իրար հետ քննարկեցինք ու հասկացանք, որ ուրեմն դա այսինքն հատուկ բուժական պրոցեդուրաներ արվեց, թե վարժություններ, հա, վարժություններ։ Եվ կուզեմ ասել նաև այն, որ շատ դեպքերում ոչ թե սեկվեստր, փոկված գրիժա, այլ ուղղակի արտափքում կամ ինչ որ գրիժայի դեպքում նորից
վիրաբույժները նշանակում են վիրահատություն, կանչում են, այ պետք է արագ գաս, որ մենք այս բանը անենք եւ այլը, շատ դեպքեր ունեմ, ես հենց այսօր ես զրուցել եմ եւս մեկ անգամ մի բժիշկ պրոֆեսորի հետ, որը ենթարկվել է այդ վիրահատությանը մեկ անգամ, հետո երկրորդ անգամ եւ շարունակում է այդ ցավերը ունենալ, որովհետեւ ողնաշարի միջողային սկավառակների ճողվածքի վիրահատությունը հատուկ ցուցումներ ունի, որոնք շատ քիչ են այդ ցուցումները, այսինքն դա պետք է լինի երկարատև 3 ամսից ավել անտանելի ցավ կամ ինչ որ վերջույթի մկանների ատրոֆիա եւ ուրեմն մարդը ծայրամասա կորցնում։ Այս երկու դեպքերում միայն կարելի է խորհուրդ տալ, որ վիրահատվեն։ Մնացած դեպքերում վիրահատությունը ցուցված չի, որովհետև եւ ցանկալի չի, այո, որովհետև արդյունքը այն սпасելելիք արդյունքը չի տալիս։ Վարժություն։ Պնդում եմ եւ պահանջում եմ, այո։ Նույն բանը կարելի է ասել նաեւ մերսման մասին, որովհետև մերսումը ըստ էության դա пассив վարժություններ են։ Եթե մենք վարժություններ ենք անում, այսինքն ակտիվ շարժումներ եւ այլն, ինչ որ բժշկի ցուցումով եւ այլն կատարում ենք այդ վարժությունները, մերսումը դա пассив վարժություն է, որը ես չեմ հերքում, բայց եւ նաեւ միայն դրանով չեմ սահմանափակվում։ Հա, դու պարկում ես ու մերսողը քեզ մերսում է այն մկանները, որը դու պետք է աշխատացնես։ Իրականում ես նաև կուզենամ, քանի որ մերսման մասին խոսեցինք, մի փոքր անդրադառնանք մերսման հետ կապված, քանի որ բոլորին հայտնի է, որ Միլենա Սպա վերականգնողական բժշկական կենտրոնը ավելի շատ մերսումներն էր ժամանակին առաջնային տեղ տալիս, որից հետո հասկացանք, որ մերսումը ոչ միայն պետքա լինի, այլ նաև պետքա վերականգնողական բուժում լինի։ Ես շատ կուզենամ հասկանամ, որ արդյոք կարող ենք մերսումը փոխարինել ինչ-որ X դեղորայքների եւ արդյոք կոմպլեքս բուժման հետ միասին համատեղելի է մերսումը, այս խնդիրների մասին էլ նաեւ կցանկանամ բարձրաձայնեք։ Միանշանակ համոզված եմ, որ հենաշարժողական համակարգի խնդիրները պետք է բուժել կոմպլեքսնի, այսինքն համ որպես մերսող, ասենք, ուղղությունով, համ որպես դեղորայքային, համ որպես վարժություններով, համ սննդակարգը կարգավորելով, համ ջրի բալանսը կարգավորելով, այդ ամբողջը իրար հետ համատեղելով կարելի է ստանալ դրական եւ բարձր արդյունք։ Եթե անել մեկը, մյուսը թերանալ, երրորդը չանել ընդհանրապես, տենց մարդիկ տարիներով բուժվում են բժիշկների մոտ։ Այս դեղորայքը փոխում են մյուս դեղորայքի, այս բժիշկին փոխում են, ասում են գնացինք չոքնեց, մի խոսքով, բայց երբ որ մասնագետը տվյալ մասնագետը գրագետ է, խելացի է, ինքը առաջարկել է բոլոր տարբերակները անել միասին, որովհետև կոմպլեքսնի բուժման ժամանակ արդյունքը լինում ավելի բարձր, լինում է դրական, ցավերից ավելի արագ են ազատվում պացիենտները եւ իհարկե արդյունքը ավելի ակնհայտ է լինում։ Եվ մի շատ կարևոր հարց հենց ուզում եմ ձեզ ուղղեմ Ստեփան Վաղինակովիչ, քանի որ պարոն եպիսկոպոսյանի կարծիքը արդեն գիտեմ։ Հայաստանում կան շատ մերսման սրահներ եւ Հայաստանում կան շատ մերսման մասնագետներ։ Ձեր կարծիքով ով է համարվում լիարժեք մերսման մասնագետ եւ եթե դուք ընտրեիք ինչ որ մի մերսման մասնագետի, որ կգնայիք ու կուզենայիք, որ իր մոտ անցնեք ինչ որ X բուժական կուրս, ինչպես կհասկանայիք, արդյոք դա ճիշտ մասնագետ է, թե ուղղակի ինչ որ մերսման շարժումներ կատարող մասնագետ։ Դեք դուք այնքան կարևոր հարց եք տալիս, այնքան կարևոր հարցադրում եք հիմա նշում, որ ես շատ հաճույքով դրան կպատասխանեմ։ Ուրեմն ինձ 2 թե 3 անգամ հրավիրել են որպես բան դատավոր, հա, այդպես կարամ ասել, մերսման բանի կոնկուրսի եւ մի շարք բաներ մերսողներ աշխատում էին դրանով եւ մենք գնահատականներ պետք է դնեինք բան։ Երևի մի 20 հոգի մերսողներ էին ուրեմն աշխատում եւ ես միայն մեկին դրական դրեցի, գիտեք ինչի, որովհետեւ այդ մեկը, այդ մերսողը
դասական ներսում էր անում, իսկական ձեռքով աշխատում էր, մկանները շոշափում էր եւ այլն։ Մնացածը անում են դերասանություն, կներեք իհարկե, սենց ինչ որ ձեռքով, հետո սենց չգիտեմ արմունկով, հետո բարգացնում են ծնկով են սկսում, ոչ։ Ներսումը պետք է լինի մկանային, կա դասական ներսում, որին պետք է հետևել։ Դա այդպես եւ օգտվելով առիթից կուզեի նաեւ ավելացնեի, որ ոչ միայն ներսում եւ ոչ միայն վարժություններ, այլ նաեւ մանուալ թերապիա, ձեռնաբուժություն, որը մերսման եւ վարժությունների միջանկյալ ինչ որ մի բան է, բայց շատ արդյունավետ, որովհետեւ դրանով մանուալ թերապիայով մենք կարողանում ենք միջողային բլոկերը բացել։ Իսկ բլոկերը որ բացում ենք, հասկանում մանուալ թերապիան, որ դա մանիպուլյացիաներ է, որի շնորհիվ ասենք ողնաշարը ձեռնաբուժություն։ Տարբեր էլեմենտների, պրիոմների, շարժումների շնորհիվ այդ միջողային բլոկները բացվում է, ողնաշարը ավելի հանգստանում է, մկանները թուլանում է, հանգստանում է եւ պացիենտը ավելի արագ է։ Շատ ճիշտ է ասում, որովհետեւ այդ բլոկերի արդյունքում ինչ է առաջանում։ Մեր մեջքը, մեր օրգանիզմը հասկանում է, որ վտանգ կա, ինչ որ վտանգ կա եւ անշարժացնում է այդ մասը, մկանները լարում է, հենց որ դու այդ բլոկը բացում ես, ողերը իրարից անջատում ես, մկանները հասկանում են, որ վտանգը վերացավ եւ թուլանում են, ու ցավն անցնում։ Մեջբերում անեմ Ստիպան Վագնի ձեր թույլատրությամբ, ուրեմն մանուալի թերապիայի մասին մենք զրուցեցինք, շատ կարևոր ուղղություն է դա, բայց դա պետք է անել գրագետ, դա պետք է անել մերսումից հետո, այսինքն այսօր շատ մասնագետներ կան, որ վերցնում են սառը ողնաշարը, սկսում են ճտասնել, ձայներ հանել, ասում են տեսակ, վայ դու արդեն բուժվում ես եւ մարդը դրանից ավելի վատ է ազգում եւ շատ ժամանակ ավելի վնասում են։ Մանուալ թերապիայով կարելի է զբաղվել միայն վարժություններից հետո, այսինքն մկանները տաքացնելուց հետո կամ մերսումից հետո իհարկե, երբ որ մկանային եւ ջլային համակարգը տաք է, էլաստիկ է, այսինքն պատրաստ է հետագա աշխատանքի համար, այդ ժամանակ մասնագետը սկսում է օգտագործել մանուալ թերապիայի պրիոմներ, մանիպուլյացիաներ, ռոտացիաներ, դատացիաներ, լիֆտեր եւ տարբեր պրիոմներ։ Եվ մի հետաքրքիր հարց էլ տամ, ըստ ձեզ, որոնք են Հայաստանում ամենապահանջված մերսման տեսակները։ Քանի որ մենք գիտենք, որ շատ սպայ կենտրոններում կատարում են մի շարք մերսումներ, այսինքն կան շատ անուններ։ Դրանցից օրինակ 40-ից ավել տեխնիկա գոյություն ունի աշխարհում մերսման, բայց ինչը վերաբերվում է բուժական ուղղությանը, այսինքն վերականգնողական մերսումներին, բժիշկը կարա շատ տեխնիկաներ գործածի, օգտագործի, պրակտիկաներ օգտագործի տվյալ պացիենտի վրա, բայց այսօր շատ մարդիկ ինչ որ կոնկրետ ուղղություններով, կոնկրետ տեխնիկաներ են օգտագործում, օգտակար ասելով կարա լինի միայն դա, եթե մարդը ունի առողջական խնդիրներ։ Ուղղակի պրոֆիլակտիկ ինչ որ մերսման սրահ գնալը նորմալ է, բայց երբ որ մարդը նաև ունի խնդիրներ եւ այդ խնդիրներին լուծում ատարվում, իհարկե պետք է գտնել նման մասնագետներ, ես խորհուրդ տամ գան Միլանա սպա կենտրոն։ Դե այսքան տեղը գովաց որպես այսին դիտարկենք, բայց նաև անդրադառնանք մեր ավելի կարևոր հարցերից մեկին, այ օրինակ կասեք նաև ինչ ազդեցություն ունի մերսումը նյարդային համակարգի հետ կապված, քանի որ հիմա ժամանակները փոխվել է եւ բոլորս նյարդային ենք, եւ նաև քանի որ հիմա շատ տարածված է, որ մարդիկ ավելի շատ երկար նստակյաց կյանքով են ապրում, որի պատճառով ունենում են պարանոցի լարվածություն, որ նաև առաջացնում է քնի հետ կապված խնդիրներ։ Կուզենամ այս երկու թեմաների շրջանակում էլ մի փոքր ինֆորմացիա տակ մեր հետևորդներին, որ մարդիկ կարողանան ճիշտ կողմնորոշվեն, թե իրենց հետ ինչ է կատարվում, գլուխն է ցավում, պարանոցն է ցավում, ողնաշարն է, թե ոտքից է այդ ցավերը գալիս, որ կարողանան ճիշտ ընտրություն կատարել, թե որտեղ գնան, բժշկի գնան, թե այցելեն սպա վերականգնողական կենտրոն։ Ես առաջի հերթին խորհուրդ կտամ, որպեսզի նման մարդիկ, ես իրանց հիվանդ չեմ համարում, որտեղ իրանք աշխատում են, իրանք քայլում են, իրանք շարժում են եւ այլն, բայց իրանք այցելեն մի վստահելի բժշկի, ոչ թե որը կասի արի վիրահատեմ, մի վստահելի բժշկի, որը
կասի այս մի քանի այս դեղորայքները կընդունես, որից հետո կգնաս ուրեմն վարժություններ կանես, այս ինչ մասնագետի մոտ մերսումը կանես եւ ես դրա հետ համաձայն եմ, բայց կան իհարկե նաև մարդիկ, ովքեր արդեն ունեն իրենց փորձը եւ խորհուրդ են տալիս մյուսներին, որ ուրեմն այցելեք այս կենտրոնը, այնտեղ գրագետ մերսում են կատարում եւ այլն։ Բոլոր դեպքերում մերսումը պետք է լինի պրոֆեսիոնալ, ճիշտ մանիպուլյացիաներով, ճիշտ ձեռքերով, չգիտեմ, այսպես եւ իհարկե, ինչպես ասեց պարոն եպիսկոպոսյանը, նաև կարելի է ստանալ հաճույքի համար մերսում, ինչի՞ չէ։ Թույլացնում են, այնց մարդիկ կան, որոնք ուղղակի հաճույք են ստանում այդ մերսումից։ Կան մեթոդներ, որ ուղղակի էլեկտրամերսում են անում, տարբեր սարքավորումներով եւ այլն, բայց բոլոր դեպքերում այդ ամեն ինչը պետք է համաձայնեցվի գրագետ մասնագետի հետ, ով դա կնշանակի։ Գիտություն ուզում եմ տեղեկացնեմ, որ մեզ մոտ աշխատում է հատուկ վերականգնողական բժիշկ, երբ որ հաճախորդները գալիս են եւ իսկապես ուզում են բուժական կուրս անցնեն, պարտադիր վերականգնողաբանի հետ անցնում են խորհրդատվություն, այնուհետև հանձնում որոշակի անալիզներ, որից հետո թիմում բաշխվում է հատուկ մասնագետների մեջ։ Այն պրոֆիլը, որ մերսման պրոֆիլը, մերսման ովքեր որ պետքա ֆիզիոթերապիա անցնեն կամ կինեզվարժություններ անցնեն, առանձին բաշխվում է մասնագետների մոտ։ Մենք մեր բացման առաջի օրվանից դա մեզ համար դարձրել ենք շատ կարևոր նշանակություն ունեցող թիրախ, որովհետև շատ լավ գիտակցում ենք, որ երբ որ մարդը ունեն խնդիր ու անգիտակցաբար բնականաբար որևէ մեկը սպարտավոր չենք լինում ուսումնասիրել, հասկանանք թե այս ինչ ցավ էր, վայ, թևս ցաված ինչից եղավ, որտեվ կարանք ուղղակի պատկերացնենք, որ պատահական անցնելուց խփեցինք ինչ-որ մի դռան ու այդ ցավը մնաց, բայց չենք պատկերացնում, որ դա կարա բավականին լուրջ խնդիր լինի։ Այդ իսկ պատճառով մենք ի սկզբանե թիրախավորել ենք հենց այս խնդիրները, գտնել ցավեր, հասկանալ ցավերը որտեղից է առաջանում եւ փորձել առանց ոչ վիրահատական միջամտության օգնել մարդկանց, որ մարդիկ ազատվեն ցավերից։ Շնորհակալ ենք ձեզ շատ մեր հրավերն ընդունելու համար, շնորհակալ ենք շատ ձեր փորձով մեզ շատ օգնելու համար։ Կարծում եմ մեր հանդիպումները դեռ կշարունակվեն եւ ընթացքում մենք նորից կզրուցենք մի շարք այլ թեմաների հետ կապված, որոնք որ մեզ կհետաքրքրի մեր հաճախորդներին ու մեր հեռուստադիտողին։ Պարոն եպիսկոպոսյան, եթե ունեք հարցեր, առաջարկներ, կարող եք նաև դուք ձեր առաջարկներով հանդես գալ։ Ուրեմն առաջարկները սենց կլինի, ես կուզեմ, որ նման հաղորդաշարը այս սպա կենտրոնում, որ մենք այսօր երկրորդն ենք անում, լինի 3-րդ, 4-րդ, 5-րդ, որովհետև հաստատ ուսուցողական ինչ որ մենք զրույցներ ենք անում եւ շատ մարդիկ լսում են եւ ամեն փոքր խորհուրդը կարան ընդունեն եւ իրանց պիտանի լինի, այսինքն ինչ որ խորհուրդ ենք տալիս կամ խոսում ենք ինչ որ մասնագիտական թեմաներով, հաստատ շատ ինֆորմացիա ենք տալի մարդկանց համար, այն մարդկանց, ովքեր տեղյակ չեն, ովքեր բժիշկ չեն, եւ ես անցած անգամ ասել եմ, որ շատ մարդիկ առաջի ցավի դեպքում վազում են բժիշկի եւ բժիշկները իհարկե նշանակում են դեղամիջոցներ, բայց կարող են գտնել լավ մասնագետներ, այդ մասնագետները իրենց ուղղություն կտան, կուղղորդեն, ճիշտ ուղղությամբ կաշխատեն այդ մարդկանց հետ եւ այդ մարդիկ ստանան իրենց արդյունքները, այսինքն ես կուզեմ, որ նման հաղորդաշար լինի հաճախակի եւ տարբեր մասնագետների հետ եւ զրուցենք եւ դա լինի բոլոր մարդկանց համար ցանկալի եւ օգտակար։ Շատ գեղեցիկ բառերի համար, համոզված եմ, որ այդպես էլ կլինի։ Ստեփան Վաղինակովիչ, ես շատ կուզենայի ձեր անկեղծ գնահատականը լսել մեր կենտրոնի մասին։ Ես դա ես ուզում ասեի, շնորհակալություն, որ առաջ եկաք։ Ես մի անգամայն ողջունում եմ այն մոտեցումը, որը դուք դրսևորում եք ձեր կենտրոնում, այսինքն մարդը, որը առաջին անգամ մտնում է ձեր կենտրոն եւ ինքը նախ եւ առաջ պետք է այցելի վերականգնողաբանին, որից հետո որոշվում է թե նրան ինչ բուժման մեթոդներ են պետք եւ ով պետք է դա իրականացնի։ Սա շատ կարեւոր բան է, ես ողջունում եմ սա եւ
շատ վստահելի մոտեցում է եւ ես խոստանում եմ, որ ինչ դիմողները այսուհետ կուղղորդվեն Միլանա կենտրոն։ Շնորհակալ ենք ձեզ շատ։ Ես շատ ուրախ եմ, որ դուք ժամանակ գտաք եւ ձեր ժամանակը տրամադրեցիք մեզ եւ նաեւ շատ շնորհակալ եմ ձեզ, որ դուք պատրաստական եք մեր մասնագետների հետ անցնել վերապատրաստման որոշակի փուլ, ավելի զարգացնելու կենտրոնը եւ ինչ ոչ ավելի զարգացնելու մասնագետներին, որտեղ ամեն մեկս միշտ սովորելու տեղ ունենում ենք։ Նաեւ ձեզ եմ շնորհակալ, պարոն եպիսկոպոսյան, եւ ուզում եմ ասեմ, որ մեր հաջորդ հաղորդաշարի հյուրն է լինելու եւս շատ վաստակավոր մարդ, ով շատ մեծ առնչություն ունի իմերսման ոլորտում, բայց փակագծեր չբացենք եւ այդ մարդուն կտեսնենք մեր հաջորդ հաղորդման շրջանակներում։